Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը աստվածաշնչային գիտելիքի վիկտորինա անցկացրեց Մալաքիայի հայորդյաց տանը։ Ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի ու մարզերի հայորդյաց տների սաներ։ Նախաձեռնությանը բարի ընթացք մաղթեց հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Նա ողջունեց երեխաներին, կրոնի մանկավարժներին, նախաձեռնության մասնակիցներին։ Գիտելիքի ստուգատեսին ներկա գտնվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, Մայրաթոռի միաբանների, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակոբյանի ուղեկցությամբ։ Հին և նոր կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները սերտել են դրանք կրոնի դասերի ժամանակ։ Լիլի Տուդումյանը նոր նորքի Նարեկ պարային համույթում է հանդես գալիս։ Իրականում հիմա շատերս ժամանակ չեն գտնում, որ աստվածաշունչ կարդանք, ու դա շատ սխալ է, իսկ այս մրցույթը հնարավորություն է տրվել, որպեսզի մենք բոլորս կարողանանք ել ավելի խորացնել մեր գիտելիքները աստվածաշնչում եւ քրիստոնեության մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի, որովհետեւ շատ լիքը նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, հարցեր բանալի բառերով արդեն հասկանալ ինչի մասին է խոսքը, կամ ավագների հարցերը, որ արդեն ավելի խորացված էին, ու արդեն եւ հին կտակարանից եւ նոր կտակարանից ահագին մեծ գիտելիքներ ունեմ։ Ժյուրիի անդամ Տեր Ենովք Քահանա Եսայանը նորքի հայորդյաց տանն է սպասավորում։ Աստվածաշնչային գիտելիքի վիկտորինաներին մասնակցել է նաեւ զինված ուժերում։ Այսօր գաղտնիք չի, որ մարդիկ սկսել են քիչ կարդալ, նաև երեխաներն են մտնում քիչ կարդացողների մեջ, սա ևս մեկ առիթ է մարդկանց Սուրբ Գրքի գիտելիքների շրջանակը մեծացնելու։ Սուրբգրային այս վիկտորինան Հայաստանի աստվածաշնչային ընկերության նախաձեռնություններից մեկն է, որը անցկացվում է տարբեր կառույցներում։ Ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 1991 թվականից ի վեր, երջանկահիշատակ Վազգեն I ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը կոչված է Սուրբ Գրքի արդյունավետ տարածմանը։ Երբ Հիսուս վերցնում է հացը